Հայաստանյան քաղաքասարակության շուրջ 50 ներկայացուցիչ այսօր թիրախավորված ֆիշինգային հարձակման է ենթարկվել Signal հավելվածում։ Նրանք հղումներ են ստացել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսի անունից։ Մի քանի գործընկերներ անցած կես օրվա ընթացքում մեզ հետ կապվել են եւ տեղեկացրել են, որ ստացել են կասկածելի հաղորդագրություն, քանի որ այդպես են ասել, քանի որ երբևէ չեն տեսել, որպեսզի օրինակ Եվրամիության դեսպանը անհատապես իրենց Signal-ով նման միջոցառման հրավեր ուղարկի։ Նույնիսկ ունենք գործընկեր, ում հետ ինչ որ կոմունիկացիա եղել է նախնական, բայց դա շատ տարօրինակ է իրենց թվացել։ Հաղորդագրությունը գրագետ կազմված անգլերենով է, մեջը պարունակում է Microsoft-ի հղում։ Տեղեկատվական անվտանգության փորձագետի խոսքով, եթե հղումը ստացած օգտատերը սեղմեր դրա վրա, այն տարածած հաքերը հնարավորություն էր ստանալու մուտք գործել էլեկտրոնային փոստ եւ առկա գրագրությունը կարդալ։ Նաև եթե ունի ասենք կորպորատիվ OneDrive, Microsoft-ի Word-ի cloud-ային համբարին լուծումը, այնտեղ պահպանված դոկումենտներին հասանելիություն ստանալ։ Բարեբախտաբար, գոնե այն գործընկերներում հետ ես խոսել եմ, կամ արագ կողմնորոշվել են, կամ առհասարակ ախնաբար չեն մուտքագրել, կամ նույնիսկ եթե մուտք են արել, եղել է հնարավորություն ստուգել արագ եւ կասեցնել այդ հարձակումները։ Ֆիշինգային հարձակմանը շատ արագ արձագանքել են Հայաստանում Եվրամիության գրասենյակից։ Ֆակտոր TV-ի գրավոր հարցերին ի պատասխան կառույցից որոշ մանրամասներ ներկայացրին։ ԵՄ պատվիրակությունը իր գործընկերներին զգուշացնում է հնարավոր ֆիշինգային հարձակման փորձի մասին, ընդգծելով, որ նրանք կարող են թիրախավորվել, թեև նման միջադեպ նրանց շրջանում չի արձանագրվել։ Ֆիշինգը կիբերհարձակման տեսակ է, երբ հանցագործները փորձում են մոլորության մեջ գցել զոհերին, ներկայանալով որպես վստահելի աղբյուր։ Այս դեպքում ԵՄ դեսպանի անունից փորձելով կորզել զգայուն բնույթի տեղեկատվություն։ ԵՄ պատվիրակությունը որևէ վնաս չի կրել։ Այս տեղեկատվությունը տարածվում է այն բանից հետո, երբ պատվիրակությունը տեղեկացավ մի դեպքի մասին, որում ներգրավված էր երրորդ կողմ։ Հանուն հավասար իրավունքների կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Գայանե Աբրահամյանը թեև այս անգամ թիրախավորված չի եղել, սակայն նախազգուշական հաղորդագրություն ստացել է Եվրամիությունից։ Միևնույն ժամանակ զուգահեռաբար ստացել էի նաև նամակ Եվրամիության առաքելությունից հանդիպման հրավերի։ Ճիշտ ասած դեռևս չեմ ստուգել դա իրական նամակ է թե ոչ, բայց մոտավոր այն կասկածները, որոնք Եվրամիության պատվիրակությունը իր զգուշացման նամակում գրել էր, այդ կասկածները առկա են այդ նամակում, ենթադրում եմ, որ առաքելության կողմից եւս փաստորեն առաքելության անունից ուղարկվել են փաստորեն կեղծ տեղեկություն կամ ֆիշինգ։ Փոխարենը մեկ ամիս առաջ Աբրահամյանը կեղծ նամակ ստացել էր արտաքին գործերի նախարարության անվան տակ, կրկին Signal հավելվածով։ Չգիտեմ ինչպես անվանել, ֆիշինգ պարունակող հղումներ։ Սա կարծես թե բավական այսպես լուրջ մարտահրավեր է դարձել, որովհետև մեկ ամիս առաջ ես նմանատիպ նամակ էի ստացել Signal-ով ԱԳՆ-ի անունից, ընդ որում կասկածներ գրեթե չունեի, որ դա իրականում ԱԳՆ-ի անունից է, որովհետև այդպիսի մի քանի նաև խմբեր ունենք, որտեղ տարբեր հարցեր քննարկվում են, փոքր միայն այսպես կասկած եղավ, որի մասին բնականաբար չեմ ասի, որպեսզի ավելի չկատարելով իրենց գործելավոճը զերծարարները եւ այդ կասկածներ միայն պատճառը, որ չգնացի հղումով եւ փաստորեն չընկա այդ թակարդը։ Իսկ ինչպես չընկնել թակարդը, կիբերփորձագետ Արթուր Պապյանը շեշտում է, կասկածել ստացած բոլոր հղումներին։ Ես կողմ եմ, որպեսզի ամեն ինչին կասկածով վերաբերվեն մարդիկ, հատկապես այն մարդիկ, ովքեր բարձր ռիսկային օգտատերեր են եւ տիրապետում են կարևոր արժեքավոր տեղեկատվության, եւ խոսքը չի վերաբերում միայն քաղաքասարակության, այլ առհասարակ պաշտոնյաների տարբեր ոլորտների մասնագետների, փորձագետների, իրավապաշտպանների, փաստաբանների, ցանկալի է խիստ կասկածանքով վերաբերվել եւ հիմնական երևի բանը, որ ես կասեմ, հետեւյալն է. եթե ձեզ մղում են գործողություն անելու, որը դուք մտադիր չէիք նախապես անել, օրինակ, եթե ձեզ ինֆորմացիա են տալիս եւ հորդորում են, որ դուք ինչ-որ բան բացեք, ինչ-որ միտեղ գրանցվեք, ինչ-որ տեղ մուտքագրեք, դուք պիտի խորապես կասկածանքով մոտենաք նման բաների։ Իսկ թե որտեղից են կազմակերպել եւ իրականացվել այսօրվա հարձակումները, դեռևս պարզ չէ։ Այդ հղումները, որոնք մենք տեսնում ենք, շատ թիրախավորված են,
այսինքն կոնկրետ օգտատիրոջ մեյլի հասցեն հղումի մեջ կա ամեն օգտատիրոջ ուղարկված, որը կարող է նշանակել, որ դա ոչ թե սովորական phishing է, այլ այսպես կոչված spear phishing, այսինքն նիզակային phishing, որը նշանակում է թիրախավորվում է շատ կոնկրետ եւ կարեւոր մարդկանց ուղղությամբ։ Ֆիշինգ հարձակումը կիբերհանցագործության տեսակ է, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը եւ ծածկանունը։ Սա կատարվում է զանգվածային էլեկտրոնային սպամ նամակների միջոցով, որոնց ուղարկողը ներկայանում է գերատեսչությունների կամ պատկան մարմնի անունից։ Վերջին տարիներին ֆիշինգ հարձակումները բավական ակտիվացել են։ Դրանք տարածվում են նաեւ սոցիալական ցանցերով եւ տարատեսակ մեսենջերներով։